Բարև ձեզ, եթերում վերելքահաղորդաշարն է և ձեզ հրավիրում եմ միասին խորհենք մի բարդ ու անչափ կարևոր թեմայի շուրջ, վերնագրել եմ այսօրվա թողարկումը այսպես հիբրիդային պայքար ազգակիրների դեմ։ Հիբրիդային պատերազմ արտահայտությունը հուսով եմ շատերիդ հայտնի է, դա այն է, երբ որ մի երկիր մյուս երկրների դեմ պատերազմում ոչ միայն զենքի միջոցով, այլ նաև տեխնոլոգիայով, մշակույթով եւ այլը փորձելով, ասենք, այլասերել տվյալ ժողովրդին, որպեսզի ասենք ռազմիկորձը հեշտանա։ Այս բազմաճյուղ ինչ որ գրող են իրականացնում։ Դա ոչ միայն լինում է երկրների միջև, այլ նաև կարող է միևնույն երկրի մեջ լինի, որի դժբախտությունը մենք ունենք։ Եվ այսօր աշխարհակաղակական որոշ ուժեր ու պետություններ մեր երկրի ներսում հենց հիբրիդային պատերազմ ասենք, հիբրիդային պայքար ասենք, մղում են եւ մղում են ում դեմ, հայ ժողովրդի ազգակիր հատվածի դեմ։ Ազգակիր հատվածը այն հատվածն է, որը ունի ազգի եւ հայրենիքի զգացողություն։ Այդ հիբրիդային պայքարը երկրի ներսում լինում է կրթական ոլորտում, մշակութային ոլորտում, հոգեբանական ոլորտում, սոցիալական ոլորտում եւ ինֆորմացիոն ոլորտում, ասենք ինֆորմացիոն կերպով փորձում են իրենց նպատակին հասնել, խեղաթյուրելով, հուսահատեցնելով ազգակիր հատվածին, որպեսզի դիմակայություն չլինի։ Ասացի նաեւ ինֆորմացիոն, դրա մեջ մտնում է նաեւ ազգակիր հատվածին հնարավորության սահմաններում զրկել իր տեսակից հնչող առաջարկներին, քննարկումներին, վերլուծություններին։ Այսինքն, եթե ինչ-որ հայտնի ազգակիր դեմք կա, հաղորդաշար է վարում կամ ելույթ է ունենում, այնպես են անում, որ ասենք իր ելույթը համացանցում տարածում չունենա կամ հնարավորության սահմաններում քիչ տարածվի, որպեսզի ասենք իրենք գտնվեն ինֆորմացիոն վակուումում։ Հիմա ես մի օրինակով, հենց վերելքահաղորդաշարի հետ կապված, ես ձեզ ցույց կտամ, որ իսկապես նման պայքար տարվում է։ Այսպես, վերելքահաղորդաշարը ժամանակներ առաջ բավական մեծ լսարան ուներ, հազարներ, տասնյակ հազարներ, եւ աստիճանաբար սկսեց նվազել, հատկապես այն պահից, երբ որ ես սկսեցի արդեն մենախոսություններով հստակ կոնկրետ իրականություն նկարագրել, ախտորոշել, պատճառները վերհանել, թե ինչու է այսպիսին, ինչ գործոններ կան եւ ինչ կարելի է անել հնարավորության սահմաններում դիմակայելու եւ հնարավորը փրկելու ուղղությամբ։ Բայց ահա հետսետե ասենք սկսում է դիտումները նվազել, եթե առաջ ասացի մի քանի հազար, տասնյակ հազարներ, ապա հիմա մի քանի հարյուր եւ հազար կամ հազվադեպ կամ անցնի, նայած ասենք ինչ թեմա է։ Հիմա այստեղ կարող է ասենք մարդկանց մոտ տեսակետ հնչել, ասել դե պարոն Պեպանյան, եթե ձեր հաղորդաշարը դիտողները քիչ են, այստեղից հետևում է, որ անհետաքրքիր թեմաներ է քննարկում, ոչ էական թեմաներ է քննարկում եւ դա մարդկանց չի ուզում, չի հետաքրքրում եւ այդ իսկ պատճառով էլ ասենք քիչ են դիտումներ։ Սա տարբերակ 1։ Ցանկացած հնչած տեսակետ արժե քննարկման։ Պատկերացրեք, սա մենք դրեցինք այս կողմում, այս որ կողմն է, ձախ կողմում։ Դրեցինք ձախ, ես ձախրիկ եմ, դժվար եմ կողմնորոշումը տալ։ Դրեցինք ձախ կողմում եւ այստեղ փաստար կա, որ գուցե հետաքրքիր է։ Եվ անցնենք առաջ։ Հիմա, բայց հարցն այն է, որ ասացի առաջներում հետաքրքրում էր, հիմա նույն թեման սկսել է չհետաքրքրել։ Սա մեկ, այս կողմն եք դրում, հաջորդը ես հաճախակի եմ հանդիպում մարդկանց, ծանոթ եւ անծանոթ, որոնք ինձ ափսոսանք են հայտնում, որ վերելք հաղորդաշար այլևս չկա։ Այն նույն վերելք հաղորդաշարը, որը հիմա դուք տեսնում եք, որ կա, եւ այստեղից հարց է առաջանում։ Մարդիկ ասում են, ինչու մենք չենք տեսնում։ Ինչ է կարծում, ինչի չեն տեսնում։ Տարբերակ 1, ասենք, որ հենց իմ ասած ինֆորմացիոն պայքարը
հիբրիդային, որ ասենք այնպես անեն, որ ձեր նյութերը չտարածվեն։ Ուրեմն երկու տեսակ ունենք, անհետաքրքիր է, մեկը փակուղի է։ Հիմա շարունակենք քննարկումները եւ տեսնենք այս երկուսից որն է ճշմարտանման։ Այստեղ մեզ օգնում է մի դրվագ, մի դեպք, մի դիպված, որ տեղի ունեցավ վերջերս։ Վարդան Հակոբյանը ինձ հրավիրեց իր YouTube-յան ալիքին հյուր եւ վերնագիրն էլ թողարկման այսպիսին էր. ինչ անել հիմա ուղիղ եթեր Արծրուն Պեպանյանի հետ։ Ինչ տեղի ունեցավ, հիմա թվերից խոսանք։ Իր այդ ալիքը YouTube-յան ունի 101,000 բաժանորդ եւ գլխավորապես, եթե չեմ սխալվում, դա Սփյուռքն է եւ հիմնականում Ամերիկայի, որովհետեւ ինքը բնակվում է այնտեղ։ Եվ այդ 101,000-անոց լսարանը, որտեղ ես ելույթ եմ ունենում, 2 ժամից ավել խոսում է եւ ես ներկայացնում եմ այն իհարկե այն ինչ որ ես վերել հաղորդաշարով ներկայացնում եմ նշածած հարցերի հետ կապված ինչ է կատարում Հայաստանում ինչու է կատարում ինչ է իրենից ներկայացնում հայ ժողովուրդը ինչու է հենց այդպիսին ինչ ուժեր են ներգրավված այստեղ հակահայկական ինչ վիճակը եւ ստեղծված կացության մեջ ինչ կարելի է անել այդ նույնը 2 ժամում ես իհարկե զրույցի շրջանակներում աչուզախ թեքվելով ես ներկայացնում եմ եւ դիտումների թիվը 29422 այս պահի դրությամբ 101,000 բաժանորդ 29422 դիտում Live News կայքը որի մեջ է նաեւ հաղորդաշարը ունի 77,000 բաժանորդ մոտավորապես YouTube-ում Եվ եթե դա գումարում ենք Facebook-յան իմ երկու էջերի, ընկերների եւ հետևորդների թվականակը, որ մոտավորապես 20,000-ի կարգի է, թվերը գալիս համընկնում է համարյա թե նույնն են, բայց ահա այս վերելքի թողարկումը live news-ով 100 անգամ քիչ դիտում ունի, այսպեսի բան պիտի չի լիներ նույն մարդը եւ այստեղ է խոսում եւ այնտեղ է խոսում Այստեղ կարող են այս ձախ կողմի վրա փաստարկվել, դա ասենք գիտեք, այդ հաղորդումը, քանի որ մեզ լսարան ուներ, ինչ որ եթեր է գնացել, բաժանորդերին գնացել է տեղեկություն, մարդիկ մտել են եւ դա չի նշանակում, որ հավանել են, գուցե հետո դուրս են եկել եւ այդ 25,000 թվով դուք այդպես վերլուծություններ մի արեք։ Բան չունեմ ասելու, դա էլ դրեցինք ձախ կողմում, որը ասացենք ինչ է պնդում։ Հիմա բայց եկեք նայենք Ինչպես ասում են ստատիստիկան, իսկ ինչ արձագանքներ կար այդ ավելի քան 29,000 դիտողների կողմից։ 2300 հավանում։ 10 անգամ ավելի շատ, քան հավանումները միայն շատ, քան ասենք վերելք հաղորդաշարի դիտումները։ Հենց այս նույն թողարկումն էլ։ Հասկանում եք, այսինքն հավանողները ընկալող մարդիկ ընկալել են, հավանել չեն զլացել, մի հատ էլ այդ կոճակը սխմել են հավանության։ Սա Ինչ-որ բան ասում է եւ զրո չհավանում այդպես բութը ներքև որ կա զոր ճիշտ է բոլորը չի որ ողջունել են ես կներկայացնեմ բայց ասենք սա ինչ-որ բան մեզ ասում է բացի դա 247 կարծիք այսօրվա դրությամբ որից ավելի քան 230-ը կամ գնահատել են հեղինակին ու հաղորդումը կամ ասենք ընկալելով, ընդունելով ինչ որ առաջարկներ են ներկայացրել, ռացիոներ են ներկայացրել եւ ընդամենը մի քանիսն են, որոնք ասենք ինչ որ դեմ են։ Ես դեմերը ես քիչ հետո ձեզ կներկայացնեմ։ Այսինքն սա փաստում է, որ այնպես չի, որ անհետաքրքիր թեմաներ են։ Ես հիմա ձեզ կներկայացնեմ, դուք միասին փորձենք, կարծիք կազմենք, այստեղ հիբրիդային պատերազմի հետ կա թե չկա։ Ուրեմն ես այդ կարծիքները դասակարգել եմ մի քանի խմբերի եւ ձեզ կներկայացնեմ, դա նաեւ օգտակար է լսարանի կարծիքը իմանալ, շտկումները հաշվի առնել, ես միշտ կողմ եմ եղել սովորելուն, առարկությունները, առաջարկությունները, դիտողությունները հաշվի առնելուն, դա օգնում է, որ դու ավելի ճշմարտանման հետևությունների գաս։ Ես այսպես քարացած մտածողություն չունեմ։ Հիմա առաջի խումբը որ բաժանել եմ, սա գնահատող արձագանքներ են, որ մարդիկ դիտել են այդ 2 ժամանոց, ավելի քան 2 ժամանոց թողարկումը եւ կարծիք են արտահայտել։ Հիմա լսենք, տեսնենք սրանք արդյոք հակադրվում են այս թևին, որտեղ ասում են գուցե հետաքրքիր է։ Ես հերթով կարդում եմ։ Բարգը ոչ բոլորն է կրկնություններ կան։ 10,000%
սատանաների պլաններից էին բացահայտվում այս վիդեոյում։ Հիմա մտածեք ոնց անենք, որ վերջնական մեր վերջը չգա։ Այսինքն ես ինչ-որ բարդ համակարգ եմ ներկայացնում նաև թե ինչ ուժեր են ներգրավված, մարդը ընկալել է եւ ասել է ոչ թե 100%-ով 10,000, ճիշտ է, ու իսկապես մենք ծանր վիճակի մեջ ենք, ինչ անենք, որ վերջնական մեր վերջը չգա։ Ես հենց դա էլ ասում եմ, շատ ծանր վիճակի մեջ ենք։ Ու պիտի մտածենք ինչ անենք, որ իսկապես մեր վերջը չգա։ Այսինքն մարդն ինձ էլ լրիվ համաձայն։ Հաջորդը այսօր առաջին անմիջապես լսարանը գլխավորապես ինչ չի ճանաչում, ասացին այդտեղ Ամերիկայի հայությունն է հիմնականում, քանի որ այդ գործիչը որ ասեցինք այնտեղ ապրում, հետո ինչ որ մի քաղաքական ուժեր ժամանակին ներկայացնում, նրանց այսպես ասած հետևորդներն են, որոնք իսկ քիչ են ճանաչում։ Ուրեմն, հաջորդ կարծիք, այսօր առաջին անգամ պարոն Պեպանյանի մի հարցազրույց տեսա, հենց սա նկատի ունի, այդ թողարկումը նկատի ունի, որի մասին ասում եմ, միանգամից բաժանորդագրվեցի իր Facebook-յան էջին, որ իմանամ ես ինչ օգուտ կարող եմ տալ հայրենիքիս, ինչ հրաշք, որ հարգելի պարոն Հակոբյանը հրավիրեց պարոն Պեպանյանին, խնդրեմ, անհետաքրքիր հակադրողը։ Եվ այնտեղ մարդիկ ասում են, այո, ես էլ առաջի անգամ տեսա եւ ես էլ եմ բաժանորդագրվել ձեզպես, որ տեսնեմ ինչով կարող եմ օգնել։ Հաջորդ կարծիքը։ Շատ ուրախ եմ, որ դուք ուզում եք մեր երկիրը ոտքի հանել, հասկանալ ինչ է կատարվում։ Այս հատուկ եմ ընդգծել, հասկանալ ինչ է կատարվում։ Այ հենց սա է, որ դրված է իմ կողմից մատուցվող տեսություն ասեմ, վերլուծություն ասեմ, ինչ է կատարվում, հասկանալ, եթե դուք սա չեք հասկանում, եթե դուք շտապում եք խորությամբ չեք հասկանում, գալիս եք այս անդունդի մեջ։ Հաջորդը, դուք խոսում եք, ինձ թվում է ձեր կողքին նստած եմ նույն մտքով ու ասում եմ, ճիշտ եք, շնորհակալություն, շատ հետաքրքիր հարցազրույց էր, սա դրեցիք այս կողմ։ Հաջորդը, գերագույն հաճույք ստացա այս հարցազրույցից, կեցեք։ Շատ ցավալի է, որ կան այսպիսի խելացի հայրենասեր մարդիկ, բայց երկիրը ղեկավարում են տգետ տաղաճանները։ Շատ ուսուցողական հանդիպում, հաճախակի հրավիրեք այսպիսի մարդկանց, պարոն Պեպանյան, ինչ լուծում ելք կա, այս վերջում կասեմ։ Շատ ուրախ ենք լսել մեծարգո պարոն Պեպանյանին, նրա ամեն մի խոսքը մի մարգարիտ է, շնորհակալություն։ Իհարկե մի քիչ շատ են չափազանցնում։ Ինչև է, փայլումներ, այսպիսի հսկաներ ունեցող ազգը հաստատ կփրկվի։ Շատ ուրախ եմ, որ Արծրուն Պեպանյանին հարցազրույցի եք կանչել ամենահայ հայից հայը։ Ես նման արտահայտություններից չեմ կարմերում, ոչ էլ մեջս այսպես փքվում եմ, որ ասենք այդ կարգի մեծ բաներ են ասում, ես այն կարծիքին եմ, որ ոգեղեն զարգացման այնպիսի մակարդակի եմ, որ փառքի զգացողությունը շատ ներքևում է։ Մի դրվակ ասեմ, մի քիչ շեղվելով, 2001 թվականը ակադեմիկոս Սիմոն Գրքաշարյանը ինձ հանդիպեց եւ որ Հուլիոս Կեսար վեպս կարդացել էր, որ այդպես էլ չտպագրվեց, պիտի մեծ քանի 25000 օրինակով պիտի տպագրվեր հենց 90-91-92-ին, բայց ճգնաժամ եղավ էներգետիկ ու այդպես է մնաց տպարանում, բայց ծառագիրը կարդացել էր, հետո ես ինքս քիչ տպականակով տպեցի։ Բարդը ասեց ոտքը թափով խփի գետնին համաշխարհային մակարդակի գործ է ստեղծել։ Ես ոչ թե փքվեցի, այլ ասացի, գիտեք, հարգելիս, մենք գտնվում ենք ճահիճի մեջ։ Եվ ես հիմա այս ճահիճի մեջ մեզ դինում են գործերը։ Եթե ես հիմա փքվեմ, ասեմ ես պիտի մտածեմ այս ճահիճի մեջի մեծ գործերից է ինքը։ Եվ ասացի փառքի արժանի է նա, ով այս ճահիճը կմաքրի, ով ժողովրդին կհանի այս ճահիճից։ Հասկանում եք, ու հիմա էլ եմ այդ կարծիքին։ Որտեղ ոչ մեկը ինքը իր մեջ չփքվի, ես այս ասեցի, ես այն արեցի։ Հատկապես ես որ գիտեմ, որ այդ գրքերը, վեպերը, որ ես գրել եմ, որ նման բարձր կարծիքի են, դա իմ շնորհք չի։ Պարզապես վեին ուժերը ինձ օգնել են, ինչ որ ձևերով, որ ես այդ ամենը գրառեմ, ու նույնիսկ մի անգամ մի եթերում ինձ էլի շատ գովացին, դուք այսպես, ասեցի հարգելիս, դուք եթե իմանաք իրականությունը, ինձ ոչ թե կգովաք, այլ կգանահարեք, եթե դուք իմանաք ինձ ինչ են տվել վեին ուժերը, պատկերներով, տեսիլներով,
ու իմանաք ես ինչ եմ ձեզ հասցրել, իսկ 10 անգամ, 100 անգամ ես թույլ եմ ներկայացնում, հետև ինչ որ տեսել եմ, ոչ մի մարդ չի կարող, իսկ տարվածը չեն կարող, ոչ ես էլ չեմ կարող ներկայացնել ամբողջությամբ, բայց դուք գանահար եք։ Այնպես որ դա փառքի հարց չկա, այդ մարդը ինչ որ խոսքերից փքվում է, նշանակում է ինքը լավ չի հասկանում աշխարհը, ուր է հասել։ Արծրուն Պեպանյանը եզակի մտավորական է, ում նմանների պակասը ցավալիորեն զգացում է իրականության մեջ։ Սա է հիմնականում այն պատճառը, որ բողոք ընդվզում տեղի չի ունենում, որքան էլ դերածո իշխանավորները սեղմում են ազգային ինքնագիտակցությունը գնահատողների վզին փաթաթած օղակը։ Հրաշալի հոյակապ հարցազրույց։ Միայն բարձր արժեքը գնահատող եւ հասկացող հայերի մարդկանց համար։ Այո, իմ հարցազրույցները ոչ բոլորին հասանելի են, նրանց ձևակերպումն էլ ասենք, հա, բարձր արժեքը գնահատող եւ հասկացող հայերի համար են։ Ես երբևիցե չեմ մորբոքվել, որ այսպես մեծ լսարան ունեմ։ Թակառակը ես գիտեմ լսարանի մակարդակ կարևոր քաղաքական վերլուծաբան եմ, ես որոնում եմ այն մարդկանց, ովքեր կընկալեն։ Այ հենց այս մարդկանց եմ ես որոնում։ Ցավոտ էր ձեր զրույցը, բայց շատ ճշմարիտ։ Շնորհակալություն այս անչափ բուժիչ հաղորդման համար։ Սա իրոք դեղորայք է։ Սա ամենակարևորն էր այս բաժնի մեջ, սա գովասանքի խոսքեր չկա, վերաբերմունք է այն մոտեցման հանդեպ, որ ես ձեզ ներկայացնում, իսկապես, որ բուժման կարիք կա, եւ ես դա եմ ահազանգում, երևի ես երրորդ հանրապետության մեջ միակն եմ եղել դեռ անցած տարի վերջերից, հիմա կարող էլի կան բուժման կարիք կա, եւ այն ինչ որ ես առաջարկում եմ, դա իսկապես դեղորայք է։ Կոնսերվատիվ հեղափոխությունով ես այդ դեղորայքն եմ առաջարկել, դժբախտաբար չեն ընկալում։ Բացի այն, որ այսպիսի կարծիքներ կային, որոնք գալիս են ապացուցելով, որ ես անհետաքրքիր բաներից չեմ խոսում, բացի դա նաև այս հաղորդումից հետո շատ են ինձ Facebook-յան ընկերության հայ ներկայացնողներ հենց այդ լսարանից եւ մարդիկ ասենք Facebook-ovից գտել են, գրել են, զանգել են, կապվել են, իրենք էլ մտածումներ ունեն, իրենք էլ ասում են, այ դուք ճիշտ եք, ձեր մոտեցումը ճիշտ է, ինչով կարող ենք օգտակար լինել, իրենք էլ իրենց մշակումներ ունեն եւ մենք այդպես ասած ակտիվ շփումների մեջ ենք։ Այսինքն, այսքանով ես կարծես թե հիմնավորեցի ու երևի թե վերելքի այս սակավաթիվ դիտողներին կարիք էլ չկար դա ապացուցելը, բայց ես միտք ունեմ այս տեսանյութը նաև այն հաղորդման մեկնաբանություններում տեղադրել։ Հիմա ես ձեզ ներկայացնեմ այն մի քանի կարծիքները, որոնք դեմ էին, կային մի քանիսը շատ քիչ, այստեղ էլ կա բացատրելու կարիք, ընկալման եւ բացատրելու կարիք։ Ես ասել եմ, ես դեմ չեմ, երբ որ ինձ քննադատում են, ջախջախում են, ես դրան սովոր եմ, 100,000-ներով, 10,000-ներով իմ դեմ դուրս են եկել, շարժումների ժամանակ դա ինձ քիչ է մտահոգել։ Ես իմ վերլուծությունները արել եմ, եկել եմ եզրահանգման, ես վստահ եմ եղել, որ ճիշտ եմ։ Ես գիտեմ, որ ասենք գիտեցել եմ, որ այդ 10,000-ը մոլորության մեջ են, հանգիստ եմ տարել, հետո այդ 10,000-ը ընկալել են, որ այո, իրենք մոլորության մեջ էին։ Իհարկե ցավով ուշ շացած։ Հիմա դեմերն եմ ես ձեզ ներկայացնում եւ դա քննարկենք։ Համացանցով շատ վաղուց եմ ճանաչում Արծրուն Պեպանյանին, որը նաև ինձ համար գործող հայաստանակործան բոլոր իշխանությունների հանդեպ ոչ միշտ, բայց դիպուկ եւ տեղին քննադատողներից է եղել։ Սա մեկ, այս մասը դրական էր, եւ ցավալիորեն ավելի շատ անօրինական իրողություններին իրեն կռուտիտ ֆռիկներով իբր ընդդիմադիր, սակայն համակերպվելու, այլ ոչ պայքարի ելնելու մտքեր է շռայլել։ Այստեղ եւս ավելի շատ հենց իրեն կողմից լսեցի մեր իրական ողբերգական իրավիճակից դուրս գալու անելենության, հուսահատության բերող մոտեցումները։ Ուրեմն սույն գրառում են հեղինակին։ Ես համացանցից եմ ճանաչում, ես տեսեք ասում եմ, որ ինքը դիպուկ ու տեղին է քննադատել, այո, իսկապես ես քննադատել եմ, բայց ելնելով վերլուծություններից, առանց վիրավորանքների եւ այլն։ Կռուտիտ ֆռիկները ինչը կարող է իրեն այդպես մտքերի հանգեցնել։ Ուրեմն կա քաղաքական դաշտում մի շերտ, ես իրենց կոչում եմ ռազմադաշտային հրամանատարներ, ռուսերեն բառից եմ թարգմանել военно-полевой командир։
Դրանք ասենք ինչ-որ մի հատվածի պատերազմի դա ինչ-որ մի հատվածի ղեկավարն են, հրամանատարն են եւ կարող են ասենք ինչ-որ գնալ գրողների եւ անընդհատ էլ ասում են գրող են, բայց ասենք կա նաեւ շտաբ, որը հաշվարկում է եւ ասում է հարգելի չի կարելի գրոհել, դուք քիչ եք, նրանք շատ են, դա ծուղակ է եւ այլ։ Հասկացաք, այս ռազմադաշտային հրամանատարները անընդհատ պայքարի կոչեր են անում, անընդհատ ձեզ կոշտ քննադատում դուրս եկեք եւ այլ, դուք երրորդ հանրապետության տարիներին շատ եք տեսել։ Ես ինքս ելնում եմ խոր վերլուծում եմ եւ ժողովրդին, եւ իշխանություններին, եւ ընդդիմությանը հնարավորություններ եւ այդ հնարավորություններից ելնելով ես նայում եմ ընդդիմադիր մարդիկ ինչ-որ բաներ ասում, ես դա էլ եմ վերլուծում, որը ճիշտ է ասում եմ, ճիշտ է, որը իմ կարծիքով թերի ասում թերի է։ Եվ ես բոլոր ժամանակներին, բոլոր իշխանություններին չափավոր քննադատելով, այնքանով որքանով որ իրենք պատասխանատու են, այնուհետև բոլորի հետ կապված էլ ասել եմ, որ հարգելի բողոքական դժգոհ հատված, այս մեր դժբախտությունների, դժվարությունների հեղինակն ու պատճառ իշխանությունները չեն։ Իրենք հետևանք են ասել են։ Դեռ հանցան դարի վերջերից, դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակներից է ասում։ Պատճառ ասում ուրիշ տեղ որոնեք։ Իրենք արգասիկ են մենթալիտետի ժողովրդի, որ կա, դրան գումարած այլ արտաքին բացական գործոն։ Ես միշտ սա եմ ասել, ու հիմա էլ եմ ասում, հիմա մի քիչ այլ իրավիճակ է։ Այսինքն մարդկանց դա թվացել է կռուտիտ, ինչ էր ասում, կռուտիտ ֆրիկ։ Եվ բոլոր նրանք, ովքեր կոշտ պայքարի կոչեր, դες տարան հասցրեցին անհուսության դուռը։ Եվ այսօր էլ այն ինչ որ ես ներկայացնում եմ եւ այդ հաղորդման 2 ժամանոց հաղորդման մեջ եմ ես ներկայացրել։ Էլ այնտեղ կոշտ պայքարի կոչեր չկա, դեռ ես որ հաշվարկում եմ ուժերի համամասնությունը, ես գալիս եմ այն մտքին, որ այն քաղաքական անկազմակերպվածություն ազգակիների, որ այսօր կա, ոչինչ չի կարող անել։ Իսկ այնտեղ ահռելի հզոր ուժեր են։ Ես այդ մասին անդրադարձել եմ, առաջիկայում էլ կանդրադառնամ։ Եվ նրանք ովքեր որ ձեզ փողոց են տարել 18 թվականից հետո պայքարի, ես իրենց էլ եմ ասել եւ հրապարական եւ անձնական ղեկավարներին, որ դուք չեք կարող այս իշխանություններին հեռացնել, իրենք մեջ թիկունք ունեն։ Հաշվարկ, իրատեսական հաշվարկ, եթե դու չունես, եթե իրականությունը չես ճանաչում, անգամ դու մեծ ձգտում ունես, սրտի ցավ ունես, ուզում ես փոխես, դու վնաս ես տալու։ Այ եթե կռուտիտ ֆրիկները դուք լսեիք եւ լուրջ ճիշտ ճանապարհով գնայիք, այն խնդիրները, որ ես բարձրացնում եի հավաքվեինք եւ լուծումը գտնեինք, փորձեինք մարդկանց դա տարածել, այսօր այս վիճակի մեջ չենք լինի։ Եվ այդ կոշտ պայքարները, որ բերեց այստեղ, որ դրանով էլ ձեզ մոլորեցնելով 18 թվականին երկիրը պահպանով տվեցին, գիտեք ում։ Հիմա էլի ես միշտ իրատեսություն եմ ներկայացրել, մարդիկ ինձ ասել են կամ հորետես կամ չգիտեմ ես ինչ, հիմա էլ ես գտնում եմ, որ ես իրատես եմ, որտեղ իրականությունից բխող բաներ եմ ասում եւ իմ ասածները եթե ժամանակի ընթացքում չեն խոնանում, ավելի շատ մարդիկ են զգում, որ ճիշտ է նշանակում իրատեսությունը դա է։ Իսկ ուտոպիան դա է, որ դուք պայքարում եք 18 թվականին բոլորը թռչկոտում եք, հետո հուսատվեցիք։ Դուք այն ժամանակ իրատես չեք եղել։ Այսօր է շատերը իրատես չեն, էլի երևի թե կանդրադառնանք։ Հիմա, քանի որ ես այդտեղ բարդ համակարգ եմ առաջարկում վերեքի լսանատեղեկ ազգային ինքնակազմակերպում, ազգակիրների այսպես բարդ կառույց սարքել, ընդլայնվել, հետո ժողովրդի մյուս հատվածից էլ ներբերել հաշվի առնելով ուժերի ծանր համամասնությունը ոչ մեր օգտին։ Սա շատերին թվում այդ ռազմադաշտային հրամանատարական հակում ունեցողներին, էլի թվում է թե ես ասենք տանում եմ անհուսության։ Խնդրեմ, այսինքն արդարացնում եք ամեն մի անգործություն։ Ոչ, ես այս գործունեության բարձրագիր եմ ասում։ Եվ ասում, իսկ բոլոր այն գործունեությունը, որ դուք նախաձեռնել եք շարժումներով, այս դրանք են անգործություն, որ ձեզ տարան, ասենք, այս անհուսությանը, ջարդեցին ազգակիր հատվածին։ Հա, այստեղ մի մեծ բաժին կա, Արևմուտք, Ռուսաստան, ինչ որ այս հակադրություններին, ես այնտեղ ներկայացնում եմ, թե այս պահին, հատկապես 20-21 թվականից հետո ինչ աշխարհաքաղաքական բևեռեր, գլխավորապես խաղացողներ հակահայ ծրագրի մեջ դա ասենք շատերին դուր չի գալի, գրել է։ Արևմուտքը մորթեց Ավետիսյանների, Շոյգուի խոստովանությունը արևմուտքից էր, լավ էլի, հետո 26 րոպե հետո լրիվ պարզ դարձավ, որ Պեպանյանը
ռուսուլմանը եւ ամեն կերպ մաքրում է ռաշիստներին, հետաքրքիր բառեր են արել։ Մեզ փորձում է համոզել, որ ստե անուն կա, Պուտինից անկախ է գործում։ Կամ հաջորդ ճիշտ ասած չգիտեմ ինչպես վերաբերվել այս հարցազրույցին անկողմնակալ չի, երբ արևմուտքին մեղադրում եք մեր ամեն դժբախտությունների համար։ Ամեն չէ, այս վերջի փուլում։ Հիմա էլի ռուսների հետ կապված։ Մեզ ապուշի տեղ եք դրել, այսինքն Ռուսաստանը 200 տարի մեզ ոչ մի վնաս չի տվել, բոլշևիկյան Ռուսաստանը չի մեր հողերը բաժանել աղջու ձախ, սովետի ժամանակ չեն նախի չևան հայաթափել ինչքան կարելի Ռուսիայի տունիկալավանան ինչքան կարելի լսել ես ապուշությունները, երևի Պուտինն է սուրբ է ու մեր փրկիչն է, բայց Թրամփը թույլ չի տալիս, ԱԱՑ-ԿԳԲ-ն երևի Թրամփին է ծառայում ոչ թե Պուտինին, նոյեմբերի 25-ի թուղթն էլ Թրամփն է գրել, այլ ոչ թե Պուտինը, այդ մեկին էլ Պուտինը ոչ մի կերպ չի կարողանում բռնել ու սպանել, սա ինչ անմակարդակ թատրոն է։ Հաջորդը, ես բոլորին կարճ միանգամից պատասխանեմ։ Այս կոնսոմոլի ակտիվիստին որտեղից եք պեղել, դու ուզում ես ասես, արևմուտքն է բերել դրան, մեր ազգի 300 տարի ռուսի տակն է, բայց հրեան արևմուտքն է մեզ փչացրել, այսով եք դուք արա, բա, դա կա։ Ես համաձայն չեմ ձեր ջուրի հետ, թե սրան բերել արևմուտքը։ Նա ռուս-թուրքական ծնունդ է եւ ծառայում է միայն նրանց, իսկ արևմուտքը ոչ ռուսների, ոչ թուրքերի հետ առանձնապես շահեր չունի, որ դա սահուն արևմուտքից անցներ ռուսների շարքին։ Պեպանյան, դուք սովորական ռուսալեզ եք։ Այդ ես եմ էլ, ինչը թե ես բերում եմ փաստեր եւ ասում եմ մեր լուրջ քաղաքագետներ, աշխարհաքաղաքագետներ եւ դրսի բերում են օրինակ այս պետություններն են հիմի ներկայացնում, որ բարձրանում է հասկանում ակնհայտ։ Գուցե մինչև 20-21 թիվը չէր, բարձրանում, բայց կան մարդիկ, որոնք այս ուղղությամբ, ասենք, մտասևեռում ունեն, եթե հանկարծ դու իրենց պատկերացածի դուրս բան ես ասում, միանգամից այս որակումները գնում է։ Հիմա, ռուս-թուրք ստեղ էլ ասեցին, չէ՞։ Բայց եմ ասում, ակնհայտ երևում է, որ ինչ երկրներ են ներգրավված։ Լուրջ աշխարհաքաղաքներ տալիս են անունները։ Պես Բրիտանիա, բացի Թուրքիան էլ է, ԱՄՆ, Իսրայել, եվրոպական որոշ ինչ-որ բաներ, հասկանում եք, պարզ երևաց, իսկ հա նրանք ովքեր, որ ռուս-թուրք են ասում, ու ուրիշ անուններ չէին տալիս, ես իմ կարծիքն եմ ասում, այդ որոնք որ երևելի են, ասենք հայտնի մարդիկ են, ու դա պնդել են, այն մյուսներին, այսպես կրսկով փակել են, որ հանկարծ Ամերիկայի, Իսրայելի, պես Բրիտանիայում չտակ, նրանց 90%-ը փողով է ամեն ինչ արել։ Սա իմ անձնական կարծիքն է։ 90%, 10% կան որ մարդիկ ասենք այդպես են մտածում։ Հետո այդ մարդիկ, որոնք ռուսների դեմ պայքար են անում, իրենց նպատակին հասան։ Հայաստանը դարձավ Թուրքահայաստան։ Հենց հիմա փաստացի դա է, դուք էլ պարզ կարող եք տեսնել Ռուսահայաստան չի, Թուրքահայաստան է։ Ու ուրիշ քերներն են այստեղ։ Բոլշևիկներին, ես բոլշևիկների պաշտպանը չեմ, շատ էլ չեմ սիրել իրենք որ եկել են Հայաստան, Հայաստանը 10,000 քառակուսի կիլոմետր է, հարգելիներս, 10,000, ես իմացեք, թղթերով արդեն այդքան էր, հետո դարձավ 30,000, իրեն շնորհիվ, հետո որ ասում եք մեր հողերը, այստեղ ես չեմ ուզում պատմական էքսկուրս անեմ, բայց հարկավոր է անկողմնակալ կերպով նայել պատմությունը հատկապես վերջի դարերի։ 1800-ականների սկզբներին Ռուսաստանը Հայաստանի դեմ չի պատերազմել։ Ռուսաստանը Հայաստանից հողեր չի խլել, որ մենք էլ ասենք մեր հողերը դու խլել ես, այս ինչ ես անում։ Ռուսաստանը այդ հողերը խլել է Պարսկաստանից ու Թուրքիայից։ Դա որ խլել է իր զինվորների արյան գնով, դա իրենն է։ Թղթերել ունի մարդը, որոնք մինչև հիմա ոչ մեկ չի բեկանել։ Մենք կարող ենք ասել դա մեր պատմական հողերն էր, բայց ինքը մեզանից չի վերցել, հասկանում եք։ Եթե ինքը գնացել արյունով վերցել, ինքը ինչ կուզի կանի։ Առանց մեր կարծիք հարցնել, մենք կանք այդ պայմանագրերի ժամանակ չկանք։ Եկեք աննաչառ նայեք պատմությանը։ Ու մեկ էլ են հարցին մտածենք, թե եթե չգային ինչ էլ են մեր վերջը։ Ես նոր կարդում էի այսօր վիճակը, հենց այս ժամանակների վիճակը Թուրքիայում։ Մի ահավոր, երբ որ նոր ռուսներ եկել էին, այնտեղ մարդիկ մտածում էին, որ ինչպես փախնեն մտնեն Ռուսաստան, որտեղ անտանելի պայմաններ է թուրքա
Թուրք Հայաստանում։ Պատմությունը հարկավոր է իմանալ։ Ասենք առաջ, այս ռուսամոլության, հակառուսության մեղադրանքներից դուրս եկաք, ես անկեղծ եմ ասում, ես վերլուծաբար եմ, ես ոչ այն կողմից եմ, ոչ այն կողմից եմ, ոչ ընդդիմության, ոչ իշխանության, ես փաստերը վերլուծում եմ, այդ վերլուծությունների արդյունքները ներկայացնում եմ, ու ինձ քիչ է հետաքրքրում, թե ինչ կմտածեն իմ վերլուծությունների մասին, բացարձակ չի հետաքրքրում։ Ես գտնում եմ, որ ճիշտը սա է եւ ասում եմ։ Ես քվեի խնդիր չունեմ, ու չի հետաքրքրում։ Ուզում եք միլիոնով եկեք ասեք։ Ես ասեցի 10,000-ներով ինձ դուրս են եկել, մի քանի անգամ։ Բայց ես վստահ եմ, որ ես ճիշտ եմ, ու կյանքն էլ ապացուցել է։ Անցնում ենք առաջ։ Քանի դեռ հայը չի զբաղվում պետութենականությամբ, այն է քաղաքականությամբ, մենք պետություն չենք կարողանալու կառուցել։ Պարոն, ինչու եք խուսափում, ինչից եք վախենում զբաղվել քաղաքականությամբ, չէ որ ամեն վաղ չարիք է, ազգային գործիչ չեք, քաղաքական գործիչ չեք, բայց ինչ եք վերլուծում։ Ուրեմն այստեղ, երբ որ սկզբից հաղորդավարը ինձ ներկայացնում էր քաղաքական գործիչ, Արծրուն Պեպանյանն ասի, արգելես, ես քաղաքական գործիչ չեմ, բառի բուն իմաստով որևէ կուսակցություն չեմ ներկայացնում, որևէ հոսանք, որ ասեք, ես դրոշը ձեռքս ինչ-որ պայքարների մեջ եմ։ Ես քաղաքական վերլուծաբան եմ, ես իրականությունը վերլուծում եմ եւ մատուցում եմ իրականությանը, ու եթե ուզում եք իմանալ, ես ավելի շատ եմ քաղաքականության վրա ազդել, քան այդ բոլոր կուսակցությունները շարժումները որ եղել են։ Որտեղ իմ վերլուծությունները այսօր այն ինչ որ ես ասում էի 20 տարի, 25 տարի առաջ, այսօր շատ-շատերը ասում են։ Հասկանում եք, զգացի որ ճիշտ էր։ Այդ գրքերով, հարցազրույցներով եւ այլն ես իմ գիծը տարել եմ, որ բխել է իրականությունից, լուրջ վերլուծությունից ու շատ-շատերը անցալել են, հիմա շատ-շատերը ասում են ինչ որ ես էի ասում։ Ու ես ասել եմ այդ 21 թվականի ընտրությունները ես եմ հաղթել։ Որտեղ մարդիկ եկան հասկացան, որ Արծրուն Պեպանյանը ինչ որ ասում է ճիշտ էր, թե ժողովրդի որակի հետ կապված իր շերտերի եւ այլ եւ քաղաքական դաշտի հետ կապված։ Այնպես որ պարտադիր չի կուսակցական լինեք, որ ասեք քաղաքականությամբ զբաղվում եք։ Դուք չեք կարող քաղաքականությամբ չզբաղվել։ Ինչերով է քաղաքականություն է։ Իսկ առավել եւս, եթե դու հաղորդաշար ես վարում, դու համակարգ ես ներկայացնում անելիքների, բացատրում ես ինչ-ինչոց եւ ինչ կան, ոնց քաղաքականությամբ չես զբաղվում։ Պարզապես ասենք ձեր իմացած քաղաքական գործիչ չեմ, որ ասեմ այս կուսակցության անդամ եմ ես։ Բայց ասեմ շատ կուսակցություններից միայն շատ ավելի մեծ գործ եմ անում։ Սա գլուխգովանություն չընկալեք։ Եվ բացատրել եմ այնտեղ ամենակարևոր բանը, որ ես ասենք իմ թեզերից կա, որ հասարակություն ունի 3 շերտ՝ ազգակիրներ, լևանդիներ, մոխլոս ասենք ամեն մյուսների կապկային շերտ են ասում, ու ասել եմ մեր խաթարումը այդտեղ է։ Եվ մեր խնդիրն է այդ ազգակիրների շերտը հզորացնել, հետո նոր մտածենք, փրկել, հետո տեսնենք ինչ ենք ամտանել ինքնակազմակերպել։ Այս սա է այսօր քաղաքականությունը, ով որ սանով չի զբաղվում, նա քաղաքական գործիչ չի։ Քամի են անում ինչ-որ միտեղ։ Դու կարող ես ինձ արդյունքը ցույց տալ 30 տարի ասեք, ահա, պարոն Պեպանյան, ահա մեր քաղաքական միտքը, սա դրել է, խնդրեմ ծաղոթացեք։ Ինչ եք տալու ինձ, եթե ես ասեմ, դե տվեք հարգելի քաղաքական ուժեր ու գործիչներ։ Հաջորդը, հարգելիներս, անընդհատ Աստծո անունն եք շոշափում, սակայն նաև շեշտում եք, թե հավատացյալ չեք։ Ոնց կբացատրեք, միթե հավատացյալ լինելը դեռ հետամնացություն է համարվում։ Այստեղ էլ ոչ ճիշտ ընկալում կա, երբ որ ես հաղորդման մեջ հատկապես մեր միսիայի մասին, որ խոսում էի, անդադ ասում էի Աստծո, եւ ասացի, ճիշտ հասկանանք, ես այդպես մոլերանտ հավատացյալ չեմ, սովորական հավատացյալների նմանել չեմ, ասենք ինչ որ մի կրոն ընդունես, գնաս եկեղեցի եւ այլ պատարակ չգիտեմ ինչեր։ Ես ասացի, բայց գիտեմ, որ կան վերին ուժեր, ոչ միայն գիտեմ, այլ ես առնչվել եմ իրենց հետ եւ առնչվում եմ, այդ առումով ես կարելի ասել հավատացյալ եմ, որտեղ ես հավատում եմ, որ կա այդ ուժեր, ոչ թե հավատում եմ, այլ տեսել եմ։ Ինձ հավատալ պետք չի, ես տեսել եմ։ Իրանք ինձ շատ ու շատ հարցերում օգնել են, որ ասենք երբ որ դժվար իրավիճակների մեջ եմ եղել, գլխավորապես այս քաղաքական որոնումների, այնտեղից ինձ հուշել են, ցույց են տվել։ Ես կարողանում եմ շփվել առանց միջնորդների, իսկ ինչ վերաբերում է հավատացյալներին, ես հարգում եմ։ Ես չեմ համարում հետամնաց եւ գտնում եմ, որ
եթե դուք ճիշտ հավատացյալ եք եւ ասենք ձեր կրոնի մեջ այնտեղ կարելիներ, չի կարելիներ կա, որ դուք հետևում եք այդ բարոյականությանը, դա ողջունելի է եւ մեր խնդրեմը հենց նրանում է, որ այդ մարդիկ քիչ են։ Ես դեմ չի լինի, որ բոլորը հիմա գնային եւ հավատացյալ դառնային։ Անկամ մոլորան, որտեվ հասարակությունը այլասերված է։ Այստեղ կատեգորիկ միջոցառումներ են պետք։ Մեկը կարելի լինի դա ինկվիզիցիայի պես մի բան, նույնիսկ ես դեմ չեմ։ Իհարկե թացը չորի հետ չայրեն։ Բայց արգո պարոնայք դուք նաև չեք համարձակվում քննարկել քրիստոնեության կործանարդերը մտածելով, որ ձեզ կմեղադրեն հակաղեցական գործունեության մեջ, համարձակվեք նայել իրականության աչքերին եւ իրերը կոչել իրենց անուններով։ Ու այս մեղադրանքը ամեն դեպքից չի ուղղվում, այդ հաղորդման մեջ ամեն ինչից չես կարող խոսալ, հատկապես հիմա եկեղեցու դեմ խոսելը ես համարում եմ հանցագործություն։ Ես ինքս էլ հարցեր ունեմ եկեղեցուն կապված իր հեռավոր անցյալի հետ, եւ եթե դուք կարդաք իմ Պապ Թագավոր եւ Վասակսյոնի վեպերը, որտեղ ես Պապ Թագավորին ներկայացնում եմ հակառակ տեսանկյունից ինչ որ գրել են քահանաները, Վասակսյոնին ներկայացնում եմ հակառակ տեսանկյունից ինչ որ գրել են քահանա պատմիչները, ոչ թե ինչ որ կեղծել եմ հորինել, այլ հենց իրենց փաստերից ելնելով եմ ներկայացնում։ Պես այս վախը չունեմ, բայց եւ մյուս կողմից հենց այսօր ես գտնում եմ, որ եկեղեցու դեմ խոսալը դա նշանակում է ոչ թե ջուր լցել թշնամու ջրաղացին, այլ գետ լցել թշնամու ջրաղացին։ Հոսանք միացնել, որ ջրաղացը արագ պատտվի։ Եվ ես առիթը օգտագործելով հորդորում եմ իմ այն ծանոթներին, ընկերներին, ովքեր հին ազգային հավատքի ներկայացուցիչներ են եւ շարունակում են մոլեռանդորեն պայքարել եկեղեցու դեմ ինչպես առաջ, մի արեք հարգելենես այսօր դա սա դեր կռիվ չի, այստեղ ուրիշ կռիվ է, եկեղեցուն եթե տապալեցին, դուք չեք է լինելու, չեն է թողել, որ դուք խոսակ ձեր սիրած թեմաներով, և օգտվելով առիթից նաև ես էլ ասում եմ, որ ես կանգնած եմ այսօր եկեղեցու պաշտպանների առաջին շարքերում։ Ինչ է ասում մարդը, նստենք սպասենք, տեսնենք երբ ենք վերանում, ես հաշտ չեմ, պետք է պայքարել չարի դեմ։ Որտեղ է չարը, կարող ինձ ասել, քանի գլուխ ունի, դուք քանիսն եք, ես է ձեր հետ, որպեսզի պայքարենք, եթե մենք այս ամենը չգիտենք, ում դեմ ենք պայքարում, հասկանում եք, սա շատ ծանրուբարդ գործ է, իսկ այս հարցերի պատասխան ունենալու համար խորհել է պետք։ Ես իմ կարողությունների սահմաններում փորձում եմ այս հարցում օգտակար լինել։ Ճիշտ եմ, սխալ եմ, դուք ասեք, ժամանակը ասի։ Հիմա հաջորդ բաժինը, որ ես անջատել եմ, դա ժողովրդի վիճակն է։ Ես տեղյակ եք, որ ասում եմ 3 շերտ կա, այդ մեր ազգակիր շերտը թվապես քիչ են, մեր խաթարումը հիմնականում դա է, նաև բացատրել եմ, թե ինչու ազգակիր շերտը քիչ պիտի լիներ 10%, հիմա Աստված գիտի որքան է 1-2 եւ հենց մեր խնդրեմը դա է։ Իսկ այն Լևանդի շերտը, որ պիտի լիներ 20%, հիմա այդել 30-40, հատկապես որ հիմա իրեն էլ հրահրում են, ֆինանսավորում են, իշխանությունը տվել են իր ձեռքը եւ մենք աղետի մեջ ենք։ Հիմա այդ հաղորդման ժամանակ ես շատ սեր նաև դրան եմ անդրադառնում, արդյոք ինձ հետ համաձայն եմ։ Այժմ ես շատ հայեր կան, որոնց հետաքրքիր չի Հայաստանը, շատ ու շատ։ Համաձայն եմ ու տխուր է, որ այդպես է։ Հայրենիքի մի ստվար մաս պատրաստ է թրքասման ամբողջ Հայաստանը, դրան նա դարձրել է մանկուրտների բուծման գործարան, որի տնօրեն հենց ինքն իրեն է նշանակել։ Դեռ պատերազմից անմիջապես հետո նրա կողմնակիցները գոռում էին Հայաստանն էլ հանձնես քո հետ ենք։ Դե նա էլ առնելով իրականացնում է այդ ծրագիրը։ Հաջորդը ասորիների օրինակը դաշ չի հայերի համար, թող գոնե սեփական սխալներից դաս առնեն, Հայաստանը խորքից էլ միշտ պարակտված է եղել, եթե մի փոքր ճիշտ ես աշխատում որպես մասնագետ, վերին խավի համար պիտանի չես եւ այսպես ամենուր, ու ինձ նման տասնյակ անձեր հեռանում են Հայաստանից, ու Հայաստանում մնում են, ու դեպորակումները տալիս չկրկնեմ։ Նորից Ասորստանի օրինակն էլ ունենք, ու միևնույն է դեռ չեն գիտակցում, թե ինչ վտանգի առաջ են կանգնած։ Այս վտանգի չգիտակցելը տխուր է, բայց կա մեզանում դեռ նժդեհներ ցավով արձանագրում, չեն զգում ես մարդիկ։ Դժբախտաբար Սփյուռքի բոլոր հայեր ազգակից չեն եւ կազմակերպված չեն։
բայց լավատեսական են, բայց հայրենասեր են։ Պարոնայք, դուք հաստատում եք այն փաստը, որ հայ ժողովուրդը կամավոր կերպով ընդունել է մի կառավարական դեր, սեփական ճակատագիրը տալով ազգի տականքների ու նրանց կառավարողների ձեռքը։ Այսինքն ինքնա ոչ խարացման եւ ինքնակործանման ճանապարհ ենք ընտրել, որ մտավորականություն չունենք, որ անկազմակերպ ու ամորֆ զանգված ենք, այլ ոչ թե ժողովուրդ։ Մի քիչ կոշտ է ներկայացում, բայց իրականությունը պիտի հաշվի առնենք։ Եվ ես ձեզ ասել եմ, այո, անցյալի բերումով ժողովուրդը խնդիրներ ունի ծանր, որին ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Մյուս կողմից էլ հիմա հատուկ տեխնոլոգիաներով, ես ձեզ հիշեց ներկայացնում եմ, որ ինֆորմացիոն առումով կարող են սահմանափակել ազգակիրների, այսպես լուծում առաջարկողների, լավատեսություն ներարկողների խոսքերը, իսկ իրենք նաև դրա փոխարեն դրսի ուժերը ամեն ինչ անում են հատուկ տեխնոլոգիաներով, որ ժողովուրդը գա շիշակային մակարդակի, այնպես որ ժողովուրդը ինչ որ դուք տեսնում եք իրականում ինքը դա չի, ավելի լավն է, քան դա, եւ հարկավոր է մեզ կարողանալ ճիշտ հաշվի առնելով, ոգևորելով, ոչ թե ոտքի հանել, այլ կազմակերպելով այդ առողջ հատվածին, այն մյուսներին էլ խթանելով, այսպես դուրս գալ այս իրավիճակից։ Բայց դիտարկում ասեք տխուրը, բայց կա։ Ես ասացի պատճառներն եմ ասում ու նաև որ հարկավոր է վերափոխվել ու այսօր նաև կոնկրետ անելիքներ եմ ես ներկայացնում վերեք հաղորդաշարի եթերով։ Ես զարմանում եմ այսքան խելացքի սերուսք ունեցող ազգին ղեկավարում է դրա նման անգրագետ ստախոս փողոցային թափթփուկը, որի նպատակը Հայաստան երկիրը կործանելն է։ Որտեղ ես հայ ժողովուրդ ուշքի արի ոտքի կանգնիր։ Ցավալի է, բայց այսպես կոչերով չի լինում։ Ես Այդպես դիներ ես է կոչ կանեմ, ես բարդ համակարգ եմ առաջարկում հաշվի առնելով իրականությունը։ Թուրքահայերին եք ասում, ես այնտեղ ասում եի, որ Հայկ Ասատրյանը նկատել է, որ թուրքացած հայեր կան, դեռ 100 տարի առաջ։ Թուրքահայերին եք ասում, բայց եկեք տեսեք Ռուսաստանի հայերին, որոնց մեծամասնությունը հայհոյում են հայերին, իրենք ոչինչ չտալով հայրենիքին։ Գուցե նրանք հայությանը գնահատում են իրենց պրիզմայից ելնելով։ Դա տխուր է։ Հիմա հաջորդ բաժինը, ասենք մարդիկ, ովքեր որ լսել են այդ մոտեցումը, ես որ ներկայացնում եմ, ընդունել են եւ ինչ որ իրենք էլ իրենց տեսակետն են արտահայտում, առաջարկներ են ներկայացնում, որի համար ես շնորհակալ եմ, այդ ամեն ինչը պիտի հիմի բերել։ Ինչ է ասում։ Ես կտորը էլի կար, ես շարունակությունն ասեմ, դուք խոսում եք, ինձ թվում է ձեր կողքին նստած են նույն մտքով եւ ասում եմ ճիշտ եք, բայց շատ փափուկ եք, մի քիչ խումցա է պետք ու գժություն, ջարդեք կարծրատիպերը, այսօրվա Ստալինգրադը Թեհրանում իրականացվել է, հաջորդը Կուրսկի ճակատամարտն է, որ առաջ քաշեց Պաղրամյանին, պինդ լինեինք ու պատրաստ թռիչքի, ես դեմ չեմ, բայց որոշակի ռեսուրս պիտի իմի բերես, հետո նոր մտածես ինչ անեք, այս ցակուցրի վիճակով։ Ստացվում է Ադրբեջանում ազգակիները շատ են, իրենք օխլոս չեն, ինչի դրսի ուժերին խանգարում է Հայն ու Հայաստանը ու պետք է թուրքն ու ադրբեջանցին, իրենց պետք է, չեմ հասկանում։ Ես այդտեղ ժամանակ չկար երկար բացատրելու, ես ասել եմ Հայաստանը ճանապարհին ընկած քար է իրենց մեծ գլոբալ ծրագրերի եւ իրենք այդ քարը շրջում են այն կողմ եւ այնպես են անում այդ քարը փշրվի որ հանկարծ ովից հետ չգա։ Ընդհանրապես սա այս թուրքերին ոչ իրենք չեն սիրում, իրենք միջոց են։ Նրանց գոյությունը իրենց ձեռնտու է, որ իրենց նպատակներին հասնեն այդ գլոբալ ուժերի մեր դիրքը խանգարում է իրենց որպես ցանկապատ։ Ընդհանրապես սա այնպես չի որ բոլորը հայատացեն։ Իհարկե մեր երկու հարևանները հայատացեն, բայց չէ։ Հիմնականում սա է, ես իհարկե շատ արագ դες արձագանքեցի։ Արևմուտքին էլ Թուրան ուժեղ Թուրքիան պետք են Ռուսաստանի եւ Չինաստանին հակազդելու համար, որ տարածաշրջանում ունենան իրենց հավատարիմ շունը։ Մոտավորապես ես չասեմ, ես լուրջ աշխարհաքաղաքական սա գտնում են, որ արևմուտքին Թուրքիան մյուսը իրենք միջոցներ են, որ ասեցի, որպեսզի դուրս գան Ռուսաստանի եւ Չինաստանի դեմ, սա ավելի տրամաբանական է։ Հաջորդ Արցուն ջան, հայ ազգի միավորման արժե համակարգը դա ազգ բանակ երկիր ամրոց միասնական ծրագիր է։ Ես կողմ եմ սրան։ Ազգ բանակ երկիր ամրոց միասնական նպատակ եւ ապրելակերպ հայ ազգի համար բոլորը զինապարտ մեծից փոքր կին տղամարդ Սփյուռքից Արցախ յուրաքանչյուրը ըստ իր ֆիզիկական հնարավորությունների հայր ջան նա մեզ տանում է անդունդից գլորելով որպեսի մենք ուշքի գանք սթափվենք արթնանանք արթանք նժդե ապրենք նժդեի պատգամներով ֆզորանանք հայր ջան լսեք Նիկոլ Դումանին դառնանք ազգ բանակ կառուցելով երկիր ամրոց կունենանք զոր ապագա ինչպես պատգամել էր նա Հայաստանում կա
հայ ազգ, հայ ժողովուրդ եւ Հայաստանի բնակիչներ։ Ցավոք հայ ազգը շատ քիչ է, պետք է աշխատենք հայ ժողովրդին դարձնել հայ ազգ, ինչ վերաբերում է բնակիչներին, դա ավելի բարդ է եւ ոչ անհայտ։ Բայց ես ասեմ սկզբից հայ ազգին պիտի մի բերենք, որը ես հենց հիմա առաջարկում եմ, ինքնակազմակերպի, հետո նոր սկսի աշխատել ժողովրդի հետ, ու ես չեմ նարես Նժդեի բանաձևն է, այն մյուսն էլ դուք տեսնեք, այն մյուսը։ Եվ ավարտում է Հայեր ջան 1911 թվականից երկու կողմի թուրքերը ծրագրել են միանալ եւ ցավոք իրականացնում են ներքին Թուրքի սպիտակ թուրքերի օժանդակությամբ 11-ը ես չգիտեմ 11 թվին այն մյուսը չկար եւ 21 բիլիներ ինչեւ է սա ավելի քան 100 տարվա ծրագիր է որ հենց իրենք ուզում են միանալ աշխարհաքաղաքական ուժերի շահերի հետ համընկնում եւ իրականացնում են Շարունակում է ժամանակն է արտանալ թմբիրիս կարդանք Նժդեի ապրենք Նժդեի պատգամներով հզորանանք այս ինչ որ ինքը ասում էր ես հենց հիմա առաջարկում եմ այդ պատգամներով կառույցը ստեղծենք հիմա փոքր միկրոպետություն հետո որտեղ առանցքները ներքին արդարությունն է արժանավորի բարձրացումը եւ այլը եւ աստիճանաբար ընդլայնել եւ շատ-շատերը հիմա ընդունում են որ տարբերակներից մեկը դա է ամեն դեպս երկրորդ տարբերակ չեմ տեսնում Հաջորդը պետք է անալիզ անենք, ինչ ունենք, չունենք եւ հետո գործել։ Ամենակարևորներից մեկը սա էր։ Եթե անալիզ չունեք, ինչ ունեք ու ինչ չունեք, ու սկսեք գործել կուներակ ինչ որ հիմա ունեք։ Ես ընդհանրապես սա եմ ասում, ես ասում հարգելես, ահա ես ինչ որ անալիզ եմ արել, եկեք դուք էլ ձերը ներդնենք, լրացնենք, լրամշակենք, ինչ որ բաներ ասեք, այստեղ դու սխալվում ես։ Այս ծրագիրը պիտանի չի, ահա մեր ծրագիրը, խնդրեմ եկեք։ Բայց գոնե հասկանանք ինչ ունենք, ինչ չունենք, հետո գործենք։ Այստեղ լատինատար հայերենով է, մի քիչ դժվարանա, միայն Աստված գիտի թե ինչու է հենց հայերին ստեղծել սկզբում, ես հայ առաքելության մասին եմ խոսացել այնտեղ, բայց հենց հայ ազգին այսքան տաղանդավոր եւ այսքան ծզվելի երկու տեսակներ ունենք։ Ճիշտ է նկատում, կներեք այդ ծզվելի բառի համար ներողություն եմ խնդրում, այո մենք պետք է հասկանանք թե Աստված ինչ է ուզում մեզանից։ Իրոք երևի մենք մեր դեմքը կորցրել ենք, դրա համար էլ իրավունք չունենք Աստծո հետ դեմ առ դեմ խոսալու։ Ես այդտեղ մեգիրա վիպակիցս թաքնագիտական մեջ բերում է արել, որ ասում է միթե իրենք լուծում չունեն, այդտեղ մյուս հերոսը ասում ինչպես կարող է տիեզերքը արարողը, կառավարողը իր տիեզերքի ինչ մի անկյունի խնդրի լուծում չունենա։ Եթե դուք գնաք իր հետ խոսեք Կլինի եւ մյուսը հարցում բայց կարելի է այդպես դեմ առ դեմ կար դեմ խոսել տիեզերքը կառավարողի ասում այո թե դուք դեմ կունեք եւ իսկապես մենք մեր դեմքը կորցրել ենք պիտի վերագտնենք իսկ իմ ասած համակարգով տանում ենք վերագտնման process-ին ժամանակ Աստվածն էլ վերին ուժերն էլ կիշնեն եւ կասեն հա դες համար կանաչ ճանապարհ մի քիչ էլ էսպես կհերեն մեզ առաջ Դուք նրանց ասեք, որ Հայաստանը գնալու է դեպի հզորացում։ Այս լենգուլավազներին մարսենք ու գնանք առաջ դեպի հզորացում։ Ես էլ եմ նկատել, Երևանից դուրս մեր հայրենակիցների վրա մեծ ազդեցություն ունի ասֆալտի վերանորոգված դպրոցների գաղափարը։ Ես այնտեղ իմ անհամաձայնություն հայտնեցի, որ ասել 80%-ը դեմ է եւ այլ, ահա բարենպաստ պայման։ Ես ասացի, հարգից ես գյուղերում շփվում եմ Երևանից դուրս, այնտեղ ասֆալտապաշտության նոր կրոն կա։ Ասֆալտարից վերջ, Արցախ հայրենի կորուս չեն տեսնում մարդիկ, հասկանում եք։ Ուղեղի հետ կապված խնդիր է, ու սա պիտի հաշվի առնենք, եթե մենք չենք ուզում էլի գնենք ձորերը։ Այս հարցը վաղուց պիտի բարձրացվեր, բացատրվեր մասոնների իրական դեմքը, ես այդ բառը չեմ օգտագործել ընդ է, կներեք, բայց գիրք կարդում ես տվարմասը շատ գործ ունեք, իրականացնել ունեք, ինձ ասում, այո, իսկապես ունեմ, բայց ես հետ Մասոններ օրը շատանում են հայրի մեջ եւ ոչ ոք չի խոսում, չի հրապարակում անունները։ Հաջորդը հայ մտավորականություն չկա, օլիգարխները սառած ու ծախված դրա համար էսպես։ Ուժն է ծնում օրենք, այդ ազգայինը ստեղծվում է մանկապարտեզից դպրոցից։ Ես լրիվ համաձայն եմ, բայց դպրոցը հիմա մեր ձեռքում, չգիտեք ում ձեռքում է, գիտեք ինչ ծրագրեր իրականացնում, ես դա եմ հազանգում, որ 1.5 սերունդ հետո այլևս ազգագիր չեք գտնելու այստեղ եւ ես հորդորում եմ այդ իմ ասած համակարգում ստեղծել կրթության խորհուրդ, որը մտածի իսկ ստեղծված իրավիճակում ազգակիր շերտի երեխաներին մենք ինչ հնարքներով տանք անհրաժեշտ կրթությունը, դաստիարակությունը, ու նաեւ հետո մշակույթը եւ այլ եւ այլ։ Պիտի միասնական մի հուշկու բրոնզ դառնանք, ու բոլորը չէ։
այդտեղ դուք էլ տեսնում եք շատեր կան, նրանց հետ մենք չենք կարող միասնական բռունց դառնալ։ Մենք պիտի գտնենք ազգակիրներին եւ միմյանց հետ։ Ինչ անենք, այդ հարցի պատասխանը ես տվել եմ։ Այդ ուժերը գործում են աներևույթ, նրանց դեմ պայքարել այդ աշխարհաքաղաքական։ Այդ ուժերը գործում են աներևույթ, նրանց դեմ պայքարելը սովորական ձևերով անհնար է բարձել։ Դրանց դեմ պայքարելու համար դրանից հասկացող է պետք, իսկ հասկացողին ոչ ոք չի լսում ու չի հավատում։ Ես էլ եմ ամեն ինչի մասին իմացել դեռ 15-20 տարի առաջ, բայց ինչ օգուտ, եթե լսող չկա։ Իմիջիայլոց նրանց պլանների մեջ է նաև ամնի թուլացում ընդհանուր մինչև կործանում կամ մասնատում։ Ու նաև Հայաստանից կմնա 10,000 քառակուսի կիլոմետր էնել որպես ողորմություն։ Եվ հաջորդը Արցախի պատերազմը հենց ազգակիրներին վերացնելու համար էր։ Ամենայն դեպս ինչպես վարվեց, ես լրիվ համաձայն եմ։ Ու ես էլ եմ այդ մտքին։ Նպատակային էր, որ մեր թվականակը առանձնատեքիչը ել ավելի քչացնել։ Ընդհանրապես պատերազմները տանում են ազգակիրներին, թվականը քչանում, իսկ եթե այն պատերազմը եղավ, ինչ որ եղավ, դա արդեն հերոսատիտողը ճիշտ է ասում։ Մենք ունենք Սփյուռքի ազգային խորհուրդ, ինչպես նշում է նաև Տիգրան Ավագյանը, սա նաև խոչընդոտում է վերարժեքների պաշտպանությանը աշխարհում։ Սուդանում իսլամիստները ոչնչացրին հայկական եկեղեցի, ոչ ոք չխոսեց կամ չդատապարտեց այն։ Եթե լիներ միջազգային ասպարեզում ձայն ունեցող որևէ հայկական կառույց, մեզ նույնպես կլսեին։ Կոչ անել Սուդանի կառավարությանը չոչնչացնել այլ ժողովուրդներին պատկանող մշակութային հուշարձանները։ Ի վերջո այս հուշարձանները վկայում են այս երկրի պատմության, Սուդանում ապրած ժողովուրդների այս երկրի վրա թողած մշակութային հետքի մասին եւ այլն։ Այն քայլերի համակարգի ես որ ներկայացնում եմ, կա նաեւ Սփյուռքի հատվածը եւ մեխանիզմը հետեւյալն է։ Հայաստանում ազգակիրներին իմի ենք բերում, որոնք 60,000 են, ստեղծում ենք այսպես կառույց, հետո սկսում ենք աշխատել այն մյուսներին ներգրավելու, հետո դրսի ազգակիրներին ենք իմի բերում, իրենք իրար գտնում են, հեշտ եմ ասում դժվար իրականացնել, բայց եթե չարեցինք լավ չի լինելու, հետո ամբողջով մի մեծ համահայկական այդ կառույց ենք սարքում ազգակիրների, դա անելուց հետո մենք արդեն ռեսուրս կունենանք, բայց այլ բավարար չի մեր հարցերը լուծելով։ Այդ դեպքում աշխարհում ուժեր կլինեն, որ կտեսնեն մեզ ու իրենք էլ համաձայն չեն լինի նշածս աշխարհական ուժերի ծրագրերին եւ կփորձեք ինչ-որ ավելի շատ դիմակայել։ Սա է բանաձևը։ Ուրիշ ուղի ես չեմ տեսնում։ Այնպես որ կա այստեղ Սփյուռքում այդ խորհուրդ ստեղծելու կետը կա, ու միայն ես չի, որ ասենք այդ մասին անհանգիստ եմ եւ առաջարկում եմ։ Իսկ ազգակիրները լսելի չեն դառնում, որովհետև ազգային պետության կայացման համար պատասխանատվության պարտավորությունը կրող մեծամասնությունը վերածվել է գորշ մասսայի։ Եվ քանի որ քանակը որակ է ձևավորում, հետևաբար համատարած գորշությունն էլ իր հետ բերում է համատարած անտարբերություն, իներտություն եւ ազգային ինքնության նկատմամբ ցածր գնահատական։ Գորշ մասսան իշխանություն ձևավորելիս կողմնորոշվում է իր անճաշակությամբ, իշխանության բերելով իր անճաշակությունը գնահատող կիսագրագետ մեկին, որը ազգակիր չէ եւ փորձում է անել այնպիսի քայլեր, որով հաջողանում է իր լսարանին եւ այդ ամեն ազգային պետության քանդման հաշվին։ Կարծես ես լինեմ գրած սա։ Իսկ նրան գովերքող մասսան բավարարված խարախճում է, կորցրած իր ազգային դեմքը եւ տժժում ռաբիզի տակ իշխանավոր կուրքը թալանով տրզում է, իսկ նրա զոմբիախումբը բավարարված է օրվա ճաշ ունենալով եւ ավելին չի ելուզու տխուր է, բայց իրականությունից հեռու չէ։ Սա պիտի հաշվի առնենք, որ նոր քայլերը իրականացնենք։ Եթե դուք սա հաշվի չեք առնեք, ժողովուրդը սուրբ է, նրանք վատ են, ինչպես ժամանակին մտածել են 30 տարի, փաստերս կան։ Այստեղ մի հատ լավատեսորեն մտածել տվող մի դիտարկում կար, ես շնորհակալ եմ հեղինակին։ Ամերիկացիների որոշ մասը իրենց հագուստի ուսին կրում են նշան 3%։ Հիմնականում նախկին ոստիկաններ ու ռազմականներ։ Անգլիայի կայսրության դեմ դուրս է եկել Ամերիկայի բնակչության ընդամենը 3%-ը։ Այդ 3%-ը ապահովել է Միացյալ Նահանգների ապագան։ Մենք էլ երևի թե 3% ենք, 2-3% ենք, ու մեր ուսերին է դրված Հայաստան ապագա կունենա թե չէ, ժողովուրդ կլինի թե չէ, եթե մենք կարողանում ենք մենք էլ մեր 3%-ին մի բերել եւ անել այն ծրագիրը, ինչ որ ես ասացի, շատ սեր, որը հանգամանալից ներկայացված է Facebook-յան ազգային վերելքի ուղին խմբում, մենք էլ հետո մեր ժառանգները այդ 2%, 3% կդնեն եւ իցույց որ այդքանով կարելի է, եթե այդքանը կա ազգի մեջ ու համահավաք։ Այսօր կա այդ տոկոսը, պարզապես համահավաք չի։ Եվ ես իմ ջանքերը հենց տնում եմ
այդ համավարակության ապահովելու օգտին։ Շարունակում ենք եւ այդ ազգակիր որակն ունենալու համար մեր օրերում հանկարծ մահացան Արտակ Մովսիսյանը, Գագիկ Գինոսյանը, Արայիկ Խանդոյանը, այո, սրանք իրենց քերներով սպանող են։ Իսկ ժողովուրդը դեռևս չի հասկանում։ Այսինքն նրանք ցանկանալով որ ազգային ազգակիրների որակ քիչ լինի, ասում այս մարդիկ կասկած է հարուցում իրենց գնալ, որը տրամաբանության մեջ է։ Եվ ասում այս սրանք իրենց քերներով սպանող են։ Իսկ ժողովուրդը դեռևս չի հասկանում։ Այդպես չի։ Դուք մտածեք։ Հաջորդը ազգակիրներով իմի գալու կոնկրետ ճանապարհ նշեք, ասեք գործողությունների հերթականություն, այլապես ձեր ասածը պարզապես բռեր են օդից կախված։ Մեկն էլ ասում է գործը սկսեք, դիագնոզը հաստատեցիք, ժամանակը կարճ է կամ օպերացիա վիրահատություն։ Ինչ անել դրա մասին խոսացեք։ Ուրեմն ես չեմ հասցրել այդ երկու ժամանոց տեսանյութում հանգամանալից ներկայացնել, հիմա էլ չեմ հասցնի, հատկապես եթերաժամը սպառվել է վաղուց, ես հորդորում եմ նայել ազգային վերելքի ուղին խմբում տեղադրված տեսանյութները, հատկապես ներկայացուցիչների խորհուրդ վերնագրով տեսանյութ է 4 ժամանոց, այնտեղ կարծեմ 4 ժամ, այնտեղ այս հարցերի պատասխանները ես տալիս եմ։ Ես հիմա չեմ կարող այդ 4 ժամը խտացված ձեզ պատմել։ Այսօրվա համար այսքանն է ես նախատեսել, չգիտեմ որ չափով ձեզ հետաքրքրեց, ամենայն դեպս ինձ համար հետաքրքիր էր այդ արձագանքները եւ կարծես թե ես ձեզ համոզեցի, որ հիբրիդային պայքար է գնում ազգակիրների դեմ, իսկ այդ հիբրիդային պայքարի ճյուղերից մեկը ինֆորմացիոն սահմանափակում է, տարածման սահմանափակում է այն անհատների, ովքեր ինչ որ առաջարկներ, գաղափարներ ունեն, որոնք հակասում են աշխարհաքաղաքական ուժերի շահերին։ Ես այս հարվածի տակ եմ արդեն այլ 20 տարի, այնց առաջին օրից, երբ որ ես հրատարակեցի կոնսերվատիվ հեղափոխություն գիրքս եւ շատ լավ գիտեմ, թե իրենք ինչ են անում, ինչի համար են անում, ինչ նպատակի համար են անում, մենք էլ պիտի կարողանանք ելքը գտնել հաղթահարելու այդ հիբրիդային պատերազմի այդ մի ցևի դրսևորում։ Այսօր այսքանը, մինչ նոր հանդիպում։